Ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղիղ այս փնթու պայելաձևը, որի վրա հիմի թափելը մրցներին ու երեստերին կտեսնի ինքը որն է, առարկայական իրա, եթե այս մարդը մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ՔՊ-ն, Հանրապետությունը միասին։ Սիրելի հայրենակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։ Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը, 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը, անավարտ թողել այդ process-ը, 300 միլիոն ա եղել դրա արժեքը։ Մի ծախսել եք, թե չեք ծախսել, ասեք, օրինակի համար։ Դրանից նեղվում ես, հետևդ պաժարը անգնում, կհանգստացնենք քեզ։ Ու հիմի որպես ակցիա, ես եկել է իր դեմքին նայեք, իր դեմքին շփեք ամբողջը, ինչը կար։ Ինքը հասկանա իր մրթներին, իր պապաների մրթներին ու մնացածինը որն է լինում։ Քաղաքական պապաներ։ Լակոտ, չափը կճանաչի։ Հիմի որպես ակցիա ժողովուրդ։ Նայեք, որպես ակցիա շփում եմ իր մրթներին։ Այնա, այսի մրթներից շփեցի։ Էսի կլուբնիկի ա, Տիգրանիկ, նայեք։ Մրթներիդ են շփում։ Թափում եմ վրեջ, դեմքիդ դեմքիդ են թափում, արա։ Դու այնքան տղա չեղար, որ քո ասածների համար պատասխան տաս։ Ու զանգերին էլ չպատասխանեցին։ Ու ոչ միտե դու չես կարածես, դու լավ տղա ես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես։ Թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատը, որովհետև դու նորից եմ կրում, փչած զանգերին չես պատասխանել, թռել ես։ Հանդիպումից, եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի, էլ ճիշտն ասած ոչ եթերային արտահայտություն էլ կանե, բայց ժողովուրդ ջան, չեմ ուզում իրանց մակարդակի ցածրանամ, այ էսա, թաղապետի դեմքը, որ թե բարոյական, թե քաղաքական առումով եկել է Թաղապետարանով իր մրթին, իր վրեն թափեցինք։ Թափեցինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ ձեզ, արդեն քաղաքապետարանում բավականաչափ լուրջ պաշտոն զբաղեցնողը իրեն թույլ է տալիս հեռախոսով զանգել, այն փաստի վրա, երբ որ դու արձանագրում ես, որ մանկապարտեզի վրա ծախսած գումարը ուղղակի չկա ու քանդվում է, իրան թույլ տա հետևից հայհոյանք տա, լակոտ, նորից եմ ասում, դու լակոտ ես, բարիս ուղիղ իմաստով։ Ուրեմն թաղապետը Վազգեն Սարգսյանի եղբոր հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է։ Ուրեմն իմիջայլոց ձեզ ասեմ, որ այս ամենի համար պատասխանատվություն հավասար կրում է նաև Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ միասին։ Ձեր համար ուղիղ հարց եմ տալիս, Նիկոլ Փաշինյան, ձեր համար նորմալ է, որ ձեր իշխանության, ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում ամենալկտի փողոցային պահվածք։ Ամբողջ կյանքը նորից եմ կրկնում, երազել է, որ մեծանա Շմայս դառնա։ Գոնե Շմայսը անցած պատերազմով ճանապարհ ուներ։ Ուրիշ բան չեմ ասում, մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք։ Ասում էր, թափեցինք մրթներին ու դեմքին։ Ոտից գլուխ իրան, ստեղ լիներ իր դեմքին էի թափել ու մրթներին էլ հետը։ Ու պատասխանը ամեն ձևի էլ տալիս ենք, բայց ինքը քան որ թրասա, հետևները մրմրում ատև կոռուպցիա բացահայտվել։ Բացահայտվում է ամեն օր, ամեն ժամին։ Այս իրանց քթի տակի տոմետները նույն ընկերությունն է, հետևի Նանսենի այգին նույն ընկերությունն է։ Երևանյան լիճը նույն ընկերությունն է։ Մի հատ էլ վերջում 2.5 միլիոն են այս ընկերությանը տալիս։